Քիչ առաջ հայտնի դարձավ «Գոյամարտ» հեռուստասերիալի շուրջ ևս մեկ կարևոր ու սպասված տեղեկատվություն, որն անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց հեռուստադիտողների շրջանում։ Սերիալի դերասանական կազմին միանում է սիրված և լայն ճանաչում ունեցող դերասան Կարո Հովհաննիսյանը։ Կարո Հովհաննիսյանն այն դերասաններից է, ում անունը լսելուն պես արդեն ձևավորվում են որոշակի սպասումներ։ Նրա խաղը բնորոշվում է հստակ ներքին լարվածությամբ, ուժեղ ներկայությամբ և կերպարի ամբողջական ապրումով։ Նա կարողանում է իր վրա կենտրոնացնել էկրանի ուշադրությունն առանց ավելորդ ցուցադրականության, ինչը նրան դարձնում է վստահելի և ազդեցիկ դերասան։ Դիանա Գրիգորյանի հետ Կարո Հովհաննիսյանն արդեն համագործակցության հարուստ փորձ ունի։ Նրանց ստեղծագործական կապը ձևավորվել է տարիների ընթացքում և ապացուցել իր արդյունավետությունը։ Վերջին անգամ դերասանը հանդես է եկել Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալում, մարմնավորելով գլխավոր կերպարը։ Այդ դերը դարձավ նրա կարիերայի կարևոր փուլերից մեկը և լայն արձագանք ստացավ հեռուստադիտողների կողմից։ Հենց այդ փորձը հաշվի առնելով դժվար չէ գուշակել, որ «Գոյամարտում» Կարո Հովհաննիսյանին նույնպես սպասվում է առանցքային դեր։ Թեև պաշտոնապես դեռ չի հայտարարվել նրա կերպարի մասին, սակայն շատերը ենթադրում են, որ դերասանն ամենայն հավանականությամբ կմարմնավորի սերիալի գլխավոր հերոսին կամ առնվազն այն կերպարներից մեկին, որի շուրջ կկենտրոնանա սյուժեի հիմնական զարգացումը։ «Գոյամարտ» սերիալի անվանումն արդեն իսկ ենթադրում է ուժեղ, կամային, ներքին պայքարի մեջ գտնվող կերպարների առկայություն։ Իսկ հենց նման դերերն են, որ լավագույնս համապատասխանում են Կարո Հովհաննիսյանի դերասանական տիպաժին։ Նա հաճախ մարմնավորում է հերոսների, որոնք անցնում են բարդ ճանապարհ, կանգնում են ճակատագրական ընտրության առաջ և ստիպված են վճարել իրենց որոշումների գինը։ Կարո Հովհաննիսյանի ընդգրկումը սերիալում ևս մեկ անգամ հաստատում է, որ «Գոյամարտը» ձևավորվում է որպես մասշտաբային և հավակնոտ նախագիծ։ Դերասանական կազմն աստիճանաբար համալրվում է այնպիսի անուններով, որոնք արդեն իսկ վստահություն են ներշնչում հեռուստադիտողին և խոսում են որակի մասին։ Ինտրիգն ինչպես միշտ պահվում է մինչև վերջին պահը, չեն բացահայտվում ոչ կերպարների անունները, ոչ նրանց ճակատագրերը։ Սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ Կարո Հովհաննիսյանի ներկայությունը «Գոյամարտում» լինելու է սյուժետային կարևոր հանգույցներից մեկը։ Հեռուստադիտողին մնում է սպասել հեռուստասերիալի եթեր հեռարձակվելուն։ Իսկ մինչ այդ «Գոյամարտը» շարունակում է պահել իր գլխավոր զենքը՝ ինտրիգը և հերթական անգամ ապացուցում, որ պայքարը դեռ առջևում է։ Նշենք, որ նախորդ տարի դերասան Կարո Հովհաննիսյանն ամուսնացել է։ Նա սոցիալական ցանցի իր էջերում կիսվել էր հարսանեկան նոր լուսանկարներով։ Կադրերը սև ու սպիտակ գույների մեջ էին, սակայն նորապսակները վառ ու պայծառ տրամադրություն էին փոխանցում։ Կադրերից մի քանիսն արված էր եկեղեցու բակում պսակադրության պահին։ Ավելի վաղ դերասանը հայտնել էր, որ հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին։ Ինչպես արդեն նշեցինք, դերասան Կարո Հովհաննիսյանն արդեն երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չէ։ Նրա վերջին նախագիծը «Սարի աղջիկ» հեռուստասերիալն էր։ Կարոյի խոսքով, մինչև երկար դադարն առաջարկներ ուներ, ուղղակի այդ շրջանում հիմնում էր իր սեփական բիզնեսը և որոշել էր 1-2 տարի ժամանակ տրամադրել դրան։ Հիմա բիզնեսով հայրն է զբաղվում, որովհետև նկարահանումների հետ չեմ հասցնում դրան ժամանակ տրամադրել, ասել էր դերասանը թերթայիմ Լայֆի հետ զրույցում։ Նման երկար դադար նախկինում չէի ունեցել, բայց դերասանին երբեմն պետք են դադարներ, որպեսզի հեռուստադիտողին չհոգնեցնի։ Թեև երկար դադար եմ ունեցել, մոռացելու խնդիր չի եղել, որովհետև հեռուստադիտողը հիշում է իր մեջ տպավորված կերպարներին։ Մինչև հիմա մարդիկ երբեմն ինձ հիշում են որպես Էդմոն, չնայած այդ կերպարը «Վերադարձ» սերիալում խաղացել եմ երկար տարիներ առաջ։ Նախագծի հրավերը ստանալու նախորդող շրջանում ինձ շատ էին հարցնում՝ չես ուզում նկարահանվել, կարոտս շատացել էր։ Նախագծի առաջարկը եղավ ու սիրով ընդունեցի, ասել էր նա։ Դերասանն ընդգծել էր, որ երկար դադարից հետո աշխատանքային վիճակի մեջ լինելու խնդիր կար, բայց այնպես չէ, որ կաշկանդված էր։ Առաջին նկարահանումների ժամանակ մի փոքր անսովոր վիճակ էր, բայց այդ վիճակն արագ անցավ, որովհետև ես նորից վերադարձա իմ ամենասիրելի գործին, մեր թիմը հրաշալի է աշխատում,
Երկու խումբ ունենք, աշխատում են մեկը մյուսին լրացնելով, ներդնում են լավագույնը, նրանց հետ աշխատելը հաճույք է։ Պարբերաբար հեռուստադիտողներից հաղորդագրություններ եմ ստանում, որ ուրախ են ինձ եթերում տեսնել, նման հաղորդագրություններ ստանում էի նաև դադարի ընթացքում, ասել էր նա։ Կարոն Դիանա Գրիգորյանի հետ աշխատել էր նաև «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի շրջանակներում։ Դիանայի հետ աշխատող թիմում ինձ շատ հարազատ մարդիկ էին, ուրախ եմ և շնորհակալ Դիանային ինձ նորից վստահելու համար։ Դերասանական կազմը շատ լավն է, նրա նախագծերը միշտ բարձր վարկանիշ են ունենում։ Կարոն նաև շեշտել էր, որ հեռուստադիտողը հաճախ կարող է քննադատել իրենց կերպարների քայլերը, ասելով, որ քարոզվող արժեքները սխալ են, պետք է նկատել, որ սերիալի հիմնական հաղորդագրությունը սերն է։ Դե ինչ, սպասենք հաջորդող զարգացումներին ու գլխավոր կերպարներին։